Ինչ կարծիք ունի հանրությունը բոտուլոտոքսինի ներարկումների մասին, հարցումը անցկացնում է Հերացի վերլուծական կենտրոնը։ Բժշկական համալսարանում մասնագետները ներկայացնում են բոտուլոտոքսինի բուժական եւ էսթետիկ կիրառման ազդեցությունները, զգուշացնում սխալ չափաբաժնով օգտագործումը կարող է հանգեցնել բոտուլիզմի։ Էսթետիկ նպատակով կիրառվող նյութը նույն բոտեքսն է, որը առաջացնում է հիվանդություն մեծ դոզաներով կամ համապատասխան ուղով փոխանցվելու դեպքում։ Բոտեքսի համար էսթետիկ նպատակով կիրառվում է չնչին չափաբաժիններ, եւ դրանք ունենում են հենց հանգալի էսթետիկ էֆեկտը կնճիռների հարթեցում, երիտասարդացում եւ այլն։ Իսկ դրա ոչ ճիշտ կիրառման արդյունքում կարող է զարգանալ նույն հիվանդությունը, որը փոխանցվում է այն սննդային գործոնի միջոցով, որ դասական բոտուլիզմ որպես մենք գիտենք։ Ռիսկային է նաև բոտուլոտոքսինի ոչ ճիշտ ջերմաստիճանում պահելը, պահպանման ժամկետի խախտումը, ոչ որակավորված մասնագետին դիմելը։ Բռնկումներ գրանցվել են, մասնավորապես 23 թվականին գրանցված բռնկումը մեր հարևան երկրում, որը բերել է հենց բոտուլիզմի զարգացման, ներստամոքսային բոտեքսի արդյունքում եւ եվրոպական CDC-ն այդտեղ բարձրաձայնվեց ու արգելվեց իրենց քաղաքացիների էսթետիկ նպատակով այդ միջամտության իրականացում։ Հերացի վերլուծականի հետազոտությունները փաստում են, մեր երկրում բացասական դրսևորումները շատ չեն, ուստի քիչ է նաև բուժօգնության դիմելու դեպքերը։ Մենք հետազոտություն ենք անցկացրել Հայաստանում կոնկրետ բոտեքս արածների շրջանում, մենք ունեցել ենք մոտ 10% թեթև կողմնակի ազդեցություն, դա հիմնականում նշում են գլխացավ, գլխապտույտ, թեթև սրտխառնոց, որը մի քանի օրվա ընթացքում անցնում է։ Այսինքն այն կոպիտ ազդեցությունը, որը կարող է ունենալ այս տոքսինը, Հայաստանում համենայն դեպս մեր արած հարցման շրջանակներում մենք չենք ունեցել, ինչը եւ միջազգային փորձը նույնպես փաստում է, որ ընդամենը 0.1% են հետբոտեքսային բարդությունները, որոնք պահանջում են հոսպիտալացում։ Բոտուլոտոքսինը լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր ուղղություններում, օրինակ միգրենի հիպերակտիվ միզապարկի բուժման նպատակով, նաև ստոմատոլոգիայի, դիմացոնոտային վիրաբուժության, նյարդաբանության մեջ։ Կան մարդիկ, ովքեր ունեն բրուքսիզմ, այդ որ գիշերների ատամների կրճտացում, որ շատ վնաս է տալի առողջությանը, ատամներին, նյարդային համակարգին եւ օրինակի համար միայն բոտեքսի սրսկումը ծամիչ մկանների մեջ կարող է այդ հարցի լուծում տալ։ Կան խնդիրներ մկանների հիպերտրոֆիա, այսինքն գերաճ մկանների, որը կարելի է շտկել ոչ միայն վիրահատությունով, այլ ուղղակի տենց ներարկումներով։ Կրեդիտավորված կոնֆերանսի լսարանը թիրախային է, մասնակցում են մաշկասեռավարակաբաններ, բժիշկ-կոսմետոլոգներ, պլաստիկ, դիմացոնոտային, գլխի եւ պարանոցի էսթետիկ վիրաբույժներ։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, Լուրեր։